Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այսօր անդրադարձել է Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանին, ում մարմինը 3 հայտնաբերվել է Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ Նախնական տվյալներով հայրը խեղդամահ հանելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։ Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության ու քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների եւ մյուս գերիների դատաքննությունը, ինչ սպասել։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այսօր խորհրդարանում անդրադարձել է Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանին, ում մարմինը 3 հայտնաբերվեց Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ Նախարարը նշեց, նախնական տվյալներով ունենք սպանություն, երեխայի հայրը խեղդամահ հանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պահին այլ տվյալ հայրենացնել չեմ կարող, կխուսափեմ, բայց ուզում եմ շեշտել, որ այս վարկածնի թիվս այլնի եղել է մեր ուսումնասիրության շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։ Հիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Արփինե Սարգսյանի խոսքով երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում է վրա հասել դեպքը։ Երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի եւս 4 երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն 4 երեխա շարունակում ապրում։ Հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաեւ տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի նաեւ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Այս թեմայով հարգելի գործընկերներ, խնդրում եմ հասկանալ, այլ տվյալ հաղորդել չեմ կարող։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ծափաթաղում անհետացած ու մահացած հայտնաբերված 3-ամյա երեխայի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանություն։ Վերջինս ձերբակալվել է։ Սա սոսկ հանցագործություն չէ, սա ազգային ահազանգ է։ Երեխայի կյանքը պետության առաջին պարտքն է ընտանեկան բռնությանը զրոյական հանդուրժում։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը անդրադառնալով թեմային գրել է, որ երեխաները ամենախոցելին են մեր հասարակությունում, նրանք կախված են մեզնից, մեր հոգատարությունից, մեր արդարությունից եւ մեր պատասխանատվությունից։ Յուրաքանչյուր երեխայի մահվան դեպքի գույշ հասարակությանը ցնցում, ալեկոծում է։ Հետո նորից մենք մոռանում ենք, անտեսում համակարգային բացթողումներն ու շարունակում ամենակարևոր մարդկանց փոքրիկներին թողնել բախտի կմահաճուքին։ Այն, որ Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը պատշաճ չի գործում, նորություն չէ։ Երեխաներին վերաբերվում են որպես ընտանիքի կցորդ, այլ ոչ թե առանձին անհատ, որը ունի միջավայրային խնդիր առողջ զարգացման համար։ Կա նաև խորը մշակութային խնդիր կապված բռնությունը, մարմնական պատիժները որպես դաստիարակչական մեթոդ օգտագործելու պրակտիկաների հետ։ Այնքան ժամանակ ենք ցնցվել
խուսափվելու նմանատիպ դեպքերից, մինչև պատրաստ չլինենք այդ հրաշք ու անպաշտպան էակներին որպես անհատներ ընդունելու եւ նրանց համար առողջ ու ապահով միջավայր ստեղծելու, գրել է իրավապաշտպանը։ Ձերբակալվել են կաթողիկոս Գարեգին II եղբայրը 68-ամյա Գևորգ Ներսիսյանը եւ նրա որդին խուլիգանության ու քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար կալանքի միջնորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Վաղար շաբաթում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական Փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է, որ քննչական մարմինը եւ դատախազությունը որոշումը կայացրել են եւ գնացել են մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով եւ հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքներն ու տեսագրությունը։ Դեպքը տեղի ունեցել այսպես համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ եւ առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է համբարձումի հայրը Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են ու խաղաղ բաժանվել, ասված է փաստաբանի հայտարարության մեջ։ Ինքը Հարություն Մկրտչյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է թեմային, նշելով, խախտելով նախաքննության ընթացքում անմիջապես գործի քննությանը առնչվող նյութերի հրապարակման արգելքը, Կտրիճի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրպանային փաստաբանները երեք հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են 3 հոգի զրուցում, փորձելով ներկայացնել սա իբրև ապացույց, թե որևէ սադրանք, խուլիգանություն, քարոզարշավի խոչընդոտում չի եղել։ Տեսանյութը, որքան հասկացա, վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից, բա ձայնը ինչու եք խլացրել, որ սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի։ Տեսանյութում իմ ավականու ցուցակի 5-րդ համարն է ու ամենատարեցը մեր թիմում, ով մինչև իմ գնալը արդեն այնտեղ է եղել իրազեկման եւս մի քանի թիմակցի հետ։ Անցնելիս Ներսիսյանների տան մոտով կրծեր Ներսիսյանը վերջինիս հետ սկսել է խոսել սեռական բնույթի հայհոյանքներով, վիրավորանքներով համեմված, ապա գումարվել է ավակ Ներսիսյանի կռվի տոնով նույնանման խոսույթն ու հորդորը, որ հեռանան։ Մինչև մեր գալը հասցրել էին սադրել նաև թիմակից աղջիկներից մեկին, ինչպես նաև ցրել բնակիչների կուտակումներն ու կուտակվող արդեն սեփական ռեսուրսներով, գրել է Հարություն Մկրտչյանը։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույններս Տիկին Սիրանուշ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Սաքունց, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան այսօր խորհրդանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանին, ում մարմինը երեկ հայտնաբերվել է Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածներում։ Նախնական տվյալներով նախարարը նշել է, որ հայրը խեղդամահ հանելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։ Նախ եւ առաջ արդեն իսկ շատ են գրառումները, քննարկումները, որ մենք այս դեպքում գործ ունենք պետության անգործության հետ, պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այսպիսի ընտանիքներին, ձեր գնահատմամբ եւ ձեր տպավորություններով որտեղ ենք թերանում, որտեղ է թերանում պետությունը, իշխանությունը, համեցեք։ Նախ եւ առաջ իհարկե ցանկանում եմ ցավակցությունս հայտնել փոքրահասակ երեխայի նման մահվան հետ կապված նրա հարազատներին եւ միանգամից ասեմ, որ իհարկե երեխաների իրավունքների պաշտպանությունը սա առանձին եւ համակողմանի եւ ինստիտուցիոնալ առումով լուրջ թեմա է։ Նախ եւ առաջ պետք է ելնել այն սկզբունքից, որ երեխան Հայաստանի Հանրապետության որպես քաղաքացի ինքը պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից նա գտնվում է ընտանիքում, գտնվում է ընտանիքից դուրս, գտնվում է դպրոցում, թե խնամքի հաստատությունում։ Իհարկե այստեղ կա էական
տարբերություն, եթե երեխան գտնում է խնամքի հաստատություն անմիջական պետական հսկողության ներքո կամ դպրոցում անմիջական հսկողության ներքո, թե ընտանիքում, որտեղ արյունակցական, հարազատական հանգամանքը որոշակի ուրեմն էմոցիոնալ ֆոն է ստեղծում, բայց այնուամենայնիվ սա այդ դեպքերից մեկը կարող է լինել, եթե իհարկե ելնենք այն վարկածից, որի մասին դուք հնչեցրեցիք, ներկայացնելով ներքին գործերի նախարարի խոսքերը, որ արդյոք երեխայի իրավունքների պաշտպանությունը ընտանիքում ամբողջովին պետք է հանձնված լինի ընտանիքի մեծերին, հարազատներին, դա կլինի ծնողներ, թե դա կլինի ծնող, թե տատու-պապ կամ մեծահասակ ընտանիքի անդամներ, որովհետև սա այդ դեպքերից մեկն է, որ առնչվում ենք այնպիսի հարցին, թե պետությունը իրավունք ունի արդյոք միջամտելու ընտանիքում երեխաների նկատմամբ ծնողի ունեցած վերաբերմունքի և ինչպես պետք է այդ միջամտությունը լինի, ինչքանով պետք է այդ միջամտությունը լինի հիմնավորված իրավական տեսակետից համաչափ լինի, որպեսզի չխաթարվի նաև ընտանիքի այսպես կոչված բնականոն գոյությունը և կա տեսակետ, որ այսինքն դա այսպես կոչված հայաստանյան իրականության մեջ է, որ դե ընտանիքում ինչ տեղի է ունենում, դա ներքին գործն է, մյուս կողմից չէ, այնուամենայնիվ պետությունը իրավունք ունի պատշաճ վերահսկողություն իրականացնի և երեխաները հնարավորություն ունենան ահազանգել իրենց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքերով, որպեսզի կանխվի հետագա ուրեմն զարգացումները, որոնք կարող են հանգեցնել նման տխուր իրավիճակների։ Հատկապես մանկահասակ երեխաների դեպքում, որոնք գիտակցական առումով, գիտակցելու առումով, նաև ահազանգելու առումով որոշակի օբյեկտիվ սահմանափակվածություն ունեն, այստեղ երևի թե շատ կարևոր է նաև համայնքի ուրեմն անտարբեր չլինելու հանգամանքը, այն իմաստով, որ եթե նկատվում է, ապա պետք է նաև որոշակի հնարավորություն լինի և առանց դա կաշկանդվելու և առանց հապաղելու նաև ահազանգել։ Իդեպ ասեմ, ընտանեկան բռնության խնդիրը և որի մասին իդեպ ես ինչքան հիշում եմ դատախազության կողմից հնչեցված տվյալներով բավական թիվը մեծացել է ընտանեկան բռնության, դա բավական մտահոգիչ է այն իմաստով, որ պետությունը թերանում է վերահսկողության առումով, ընտանեկան բռնությունից բռնության զոհերի աջակցության առումով, պաշտպանության առումով, բայց միաժամանակ ես գտնում եմ, որ պետք է օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն իրականացվի գործի հանգամանքները ամբողջությամբ պարզելու համար և որպեսզի հրատապ կամ հափշտապ եզրակացություններ չանել, որովհետև բառացիորեն մի քանի ժամ առաջ ինձ ահազանգեց քաղաքացիներից մեկը և հայտնեց օրինակ, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք բնականաբար օպերատիվ գործողություններ են կատարում տվյալներ հավաքագրելու համար այդ երեխայի անհայտ կորելու մահվան հանգամանքների հետ կապված, ուղղակի մի քաղաքացու ասում են, որ դուք եք արել։ Ընդհանրապես գործին, չգիտեմ, առնչություն ունի կամ չունի, բայց նման մոտեցումը ոստիկանության աշխատակից ներկայացած այդ քաղաքացիական անձանց ուղղակի ապշեցուցիչ է, եթե չասեմ, որ արդեն ոնց որ հոգեբանական ճնշում գործադրեն մարդկանց վրա։ Այսինքն այստեղ նաև ես ուզում եմ խոսել ոստիկանության ծառայողների պատրաստվածության մասին, որ նման դեպքերում պետք է բացառապես լինել օրինաչափության, անմեղության կանխավարկածի սկզբունքին հավատարիմ և չանել այնպիսի քայլեր, որոնք ամենևին չեն նպաստելու հնարավոր նման դեպքերի կանխմանը, որպեսզի մարդիկ ոչ թե
խուսափեն ոստիկանության աշխատակիցների հետ համագործակցելուց, այլ ընդհակառակը շահագրգռված լինեն համագործակցելու, կանխելու համար նման հնարավոր անհետացումները, մահվան նման դեպքերը, առանց որի արդյունքի դժվար թե հասնել։ Պարոն Սաքունց, ըստ էության այս ահազանգի կամ այս հայտարարությունից հետո էլ նախարարի պետք է համակողմանի դեռ ուսումնասիրություններ իրականացվեն, հաշվի առնելով նաև թե քաղաքացիական համազգեստով ոստիկանները ինչպիսի բռնություն կամ ինչպիսի խոսույթ են կիրառում քաղաքացուն նկատմամբ առհասարակ։ Եվ դետալները պարզելու նաև։ Տեսեք, այո, պետք է հանցագործությունը բացահայտվի, բայց հանցագործության բացահայտման ուղղված իրավապահ մարմինների գործողությունները չպետք է կասկածի կամ տարակուսանքի տեղիք տան իրենց օրինաչափության, իրավաչափության եւ համաչափության առումով։ Եվ ընդհանրապես նման մեթոդների կամ նման խոսույթի կիրառումը անթույլատրելի է, ինքը ամենևին չի նպաստում ուրեմն այդ ծանր, կարելի ասել, հանցագործության բացահայտման գործում, սրա մասին է խոսքը։ Ցավոք դեռ այդ քաղաքացին, որը ինձ ահազանգել է, դեռ մտածում է արդյոք նույնիսկ դիմում տա, որպեսզի մենք այդ հարցը, այսինքն այդ դեպքը նկատի ունեմ առնչությունը ոստիկանների հետ դառնա քննության առարկա, նկատի ունեմ կարգապահական առումով, ասեն վարույթի առումով, բայց ես ուղղակի այլ տարբերակ չունեմ, քան գոնե այսպես բարձրաձայնեմ, որպեսզի ուշադրություն դարձնեն, որ հանցագործության բացահայտման ուղղությամբ կիրառվող գործողությունները հարցեր են առաջացնում դրանց իրավաչափության եւ համաչափության հետ կապված։ Պարոն Սաքունց, պետության անելիքը, որը պետք է լինի, հաշվի առնելով օրինակ այդ ընտանիքի, օրինակ ներկայիս վիճակը պարզ է դառնում կադրերից, թե սոցիալական ինչպիսի պայմաններում են նրանք ապրում, այսպես ինչպիսի մեծ ընտանիք է, բազմանդամ ընտանիք է, որտեղ կան ըստ էության խնդիրներ, մի երեխան հաշմանդամություն ունի եւ այլն, ինչ քայլեր պետք է արվեին մինչև հիմա, որ չեն արվել ձեր գնահատմամբ։ Տիկին Սյանուշ, եկեք մի հատ այսպես կոնցեպտուալ միտք ձևակերպեմ, հա, որպեսզի հասկանալի լինի իմ հետագա ասելիքը։ Ցանկացած հանցագործության հետևում կամ ցանկացած հանցավոր գործողության թիկունքում կա պետության կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը։ Սա որպես կոնցեպտուալ, որովհետև դա նշանակում է, որ այն գործոնները, այն հանգամանքները կլինի սուբյեկտիվ, ինստիտուցիոնալ, մասնագիտական, կրթական, սոցիալական եւ այլն, այդ մի ամբողջ գործոնների համախումբ է, որին տիրապետում է եւ պարտավոր է տիրապետել պետությունը իր տարբեր ինստիտուտներով, սոցիալական աջակցության գործիքներով, համայնքային ծառայություններով, իրավապահ մարմիններով, իդեպ ասեմ համայնքային ոստիկանության հիմնական հենց անելիքը համայնքի հետ այդ երկխոսությունն է եւ փոխադարձ վստահության ձևավորումը, բայց իրավապահ մարմինների գործառույթը պետք է լինի ամենավերջինը, որտեղ դուք խոսում եք բազմազավակ, բազմանդամ ընտանիքի մասին։ Սա առաջինը ինքը պարզ է, որ 8 երեխա կարծեմ ասեցիք, նման ընտանիքի սոցիալական ապահովության վիճակը օբյեկտիվորեն, հա, լուրջ մտահոգությունների տեղի հիմք ունի եւ արդյոք ինչքանով է պատշաճ։ Սա մեկ, երկրորդը կրթական վիճակը, այսինքն ընտանիքի հետ ինչ աշխատանք են կատարել եւ ովքեր են կատարել եւ ինչպես են կատարել։ Միանգամից նման դեպք տեղի չի ունենում, այսինքն պատկերացրեք, որ ասենք, եթե նույնիսկ երկու ծնող են, ապա այդ երեխայի հետևել մանավանդ այդ փոքրահասակ եւ այլն, նույնպես բավական դժվար է, այսինքն օրինակ մանկապարտեզների հարցը, նման տիպի նախադպրոցական հաստատությունների հարցը, համայնքում սոցիալական ծառայությունների հարցը, ի վերջո պետք է լինի նվազագույն մակարդակ պետության կողմից իր պարտավորությունների կատարման, որպեսզի
իրավիճակը կառավարելի լինի, ես չեմ ասում հսկողություն տոտալ, հա, այդ բառով չէ, կառավարելի, որպեսզի հնարավոր մտահոգիչ գործոնները ոչ միայն շուտ բացահայտվեն, այլ դրանց լուծման ուղղությամբ պատշաճ ջանքեր գործադրվի։ Սա մասին է խոսքը, հատկապես երեխաների պարագայում, եթե ասեմ ոչ միայն երեխաների, նաև կանանց պարագայում։ Այնպես որ այստեղ ես նշեցի, թե ինչպիսին պետք է լինի, որտեղ միանգամից նորից եմ կրկնում, հանցագործությունը տեղի չի ունենում հոգեբանական աշխատանքը ընտանիքի հետ, սոցիալական աշխատանքը, կրթական աշխատանքը, ոչ միայն զուտ գնալ խոսել, բացատրել եւ այլն, այլ նվազագույն պայմաններ ապահովել, վերջնաշով աշխատանքի ապահովումը, ընտանիք եթե ծնողները իրենց մասնագիտական կարողություններից ելնելով կարողացել են գտնել համապատասխան աշխատանք, պետությունը կարողացել է երեխային այդ աշխատանքի ընթացքում քիչ թե շատ, հա, սոցիալականացման աշխատանքներ կատարել, շատ հարցեր կան։ Եվ այս ամբողջ փունջը, գործոնների փունջը, երբ որ չի կատարվում, ապա ռիսկը, որ գործ կունենանք նման դեպքերի հետ, մեծանում է։ Ես չեմ ասում ամեն մի տեղ, որտեղ չի կատարվում, անպայման ունենում ենք նման տիպի ռիսկեր, բայց երբ որ այդ ռիսկերը, գործոնները կամ այդ գործոններով պայմանավորված խնդիրները պատշաճ չեն լուծվում կամ չեն զբաղվում այդ խնդիրների լուծմամբ, ռիսկերը ուղղակի մեծանում է, սա եմ ասում։ Պարոն Սաքունց, անդրադառնանք նաև կաթողիկոսի եղբոր որդու ուրեմն կալանավորմանը, ընդհանրապես ինչպես եք այս գործընթացը գնահատում, գիտեք, արդեն իսկ կա այսպես որոշում Արմավիրի դատարանում կքննվի առաջիկա ժամերի ընթացքում, դուք ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում, փաստաբանները սա դարձյալ դիտարկում են իբրև քաղաքական հետապնդում, քաղաքական ճնշում, հիմա կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու ձերբակալությունը եւ կալանքի միջնորդությունը, ինչի մասին է խոսում, գիտեք հայտարարությունը արդեն թե ինչի հիման վրա են ուրեմն այս գործերը հարուցվել։ Տեսեք, այս իրավիճակը ունի երկու կողմ։ Մեկը իշխանության հետ համագործակցություն ունեցող գոնե առնվազն Երևանի ավականու չէ մակարդակով կուսակցության ներկայացուցիչ եւ մյուս կողմը ընդդիմության ներկայացուցիչ եւ պարզ է որ երկու կողմներ ունեն ակնհայտ սուբյեկտիվ մոտեցում եւ ամեն մեկը իր շահերից ելնելով է իրականությունը ներկայացնում կամ իրավիճակը ներկայացնում եւ որպեսզի զերծ մնանք այդ սուբյեկտիվ գործոններից պետք է լինի օբյեկտիվ իրականության պատկերի վերականգնում։ Հիմա, եթե հաղորդում է տրվել, որ տեղի ունեցել, ասենք, այդ խուլիգանություն ասած, որտեղ խուլիգանություն որակելը նույնպես բավական ամենադժվար հոդվածներից մեկն է, խուլիգանություն ասածը պետք է կարողանալ հիմնավորել, բայց այն, որ խափանման միջոց կիրառվել է կալանք, ես դա համարում եմ ոչ համաչափ միջոց, շատ հստակ, որտև եթե քրեական գործ է հարուցելու, նախ քրեական գործի հարուցումից հետո ինչու պետք է միանգամից խափանման միջոց կիրառվի, այդ որոնք են հիմնավորումները, եւ այս առումով ես ունեմ լուրջ մտահոգություն, որտև Հայաստանում խափանման միջոց կալանքի կիրառումը իրապես արդեն չափից դուրս մեծ է։ Ազատազրկման վայրերում կալանավորված անձանց թիվը գերակշռում է դատապարտյալների թվին։ Եվ այս հարցը բավական լուրջ է։ Այսինքն ինչով է հիմնավորել, որ խափանման այլ միջոցները, ասենք տնային կալանքա կամ, չգիտեմ, ստորագրություն չհեռանալու մասին եւ այլ ուրեմն միջոցները տեղին չեն կամ համաչափ չէին կարող լինել, որտեղ ազատազրկումը նույնիսկ եմ կրկնում ազատազրկման ձևով խափանման միջոցը, որպեսզի կալանքն ունենացեմ, շատ խիստ է։ Դա ամենածայրահեղն է, որտեղ ինչով է հիմնավորում, որ նույնիսկ այդ մարդիկ, որոնք ենթադրենք, դե մարդը հաղորդում ատել քրեական գործ պետք է հարուցվի ենթադրենք, պարզ է։
Բայց ինչով եք հիմնավորում, որ կարող են ազդել, ասենք, նախաքննության մարմնի վրա, կարող են ազդել գործով անցնող վկաների վրա, կարող են ազդել քննչական մարմինների վրա, որոնք են այդ հիմնավորումները, այդ փաստարկները, կամ եթե կարող է խուսափել քննությունից։ Եթե այս հանգամանքները, որտեղ ես ծանոթ չեմ դատական խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ դատական նիստի մանրամասնությունն դրանք սովորաբար փակ նիստեր են լինում, բայց այնուամենայնիվ քննարկվել է դատարանի կողմից բոլոր այն հիմնավորումները եւ խափանման բոլոր միջոցները քննարկվել են, որ եկել է այն համոզման, որ մյուս միջոցները չեն կարող արդյունավետ լինել քննության ապահովման տեսակետից, այդ կարող են լինել միայն կալանքը, բայց որ կալանքը լայնորեն է կիրառվում, դա արդեն կամ պրակտիկան կալանքի որպես խափանմիջոցի կիրառումը արդեն տալիս է լուրջ մտահոգություն, որ նա կիրառվում է պատժիչ նպատակով։ Ես սա միանշանակ եմ ասում, որովհետև չի կարող այդպիսի ուրեմն իրավիճակ եղնի, որ համատարած բնույթ ունենա ուրեմն խափանմիջոց կալանքի կիրառում։ Չի կարող օբյեկտիվորեն։ Համատարած ինչու է կիրառվում ձեր գնահատմամբ, սա քաղաքական թե իրավական ավելի շատ գործընթաց է, պարոն Սաքունց, նկատի ունենալով, որ շատերը օրինակ ասում են, որ ցանկացած գործողություն կլինի քննչական, դրանք բոլորը հրահրված են իշխանության կողմից, իշխանությունն էլ ասում է, որ մենք դատական համակարգը իրավապահներին անկախ ենք թողել, իրենք պիտի որոշեն ինչպես գործել։ Որտեղ է ճշմարտությունը։ Ճշմարտությունը հետևյալն է այն, որ դատական համակարգի անկախության մասին խոսելը բավական շատ պետք է բան ունենաս, հիմնավորումներ ունենաս, որը չկա։ Ես չեմ կարծում, որ ոչ թե չեմ կարծում, ես գտնում եմ, որ դատական համակարգը եւ դատավորները դեռևս անկախ չեն։ Սա փաստ է ինձ համար։ Երկրորդ, այդ մարդիկ արդյոք քաղաքական գործիչներ են, որ քաղաքական հետապնդման մասին է խոսքը։ Շատ դժվար է։ Քաղաքական կա նպատակ, որ կալանքի միջոցով պատժել, քանի դեռ օբյեկտիվ քննություն չի եղել, շատ դժվար է խոսել, որովհետև ընդամենը գնացել է իրենց երկու կողմից ներկայացնելով գնացել է խոսակցություն։ Անկամ եթե նույնիսկ հայհոյանք է եղել, կամ հայհոյական բառեր են օգտագործել, դա դեռ չի նշանակում, որ խոբիկանություն է։ Եվ ինչ է նշանակում քաղաքական ու քաղաքական գործընթացներում հայհոյանքների կիրառումը, հա, էլի գալիս ենք քրեական մտածելակերպ ու քաղաքական գործունեության այդ սերտաճման ասենք կամ համատեղ դրսևորում, բայց բոլոր դեպքում այդ մարդիկ հո քաղաքական գործիչներ չեն։ Հիմա կալանքը կարող է կիրառվել դատարանի կողմից քաղաքական նպատակներով, կարող է։ Ես դա չեմ կարող բանանել, բացառել։ Եվ որտեղ դատավորը, գիտեք, երբ որ խոսում են թե դատական համակարգում բարեփոխում, ես մի հարց հարցնում, իսկ դատավորը ինչքանով է ազատ եղել, խոսքը նույնիսկ անբարասին չէ, որ դատավորին զանգեն։ Զանգելու հանգամանքը ես որպես համակարգային միջոց ես բացառում եմ, կարող է լինել առանձին դեպքում, բայց որպես հիմնական գործիք, հա, որտեղ դատավորն է ինքը իրան նաև որոշ դեպքերում ինքն է գրաքննում, եթե մի կողմից կա իշխանության ներկայացուցիչ կամ մյուս կողմից ոչ իշխանական ներկայացուցիչ, ապա այդ դեպքում դատավորը ինչու չի իրականացնում արդարադատություն այն իմաստով, որ խափանման միջոցը օբյեկտիվորեն կիրառի։ Իդեպ ասեմ, որ որոշ այն դեպքերում, երբ որ նույն դատական համակարգում ունենում ենք կալանքի որպես խափանման միջոցի մերժում, այդ ժամանակ այդ նույն դատական համակարգը ես նաև դա եմ տեսնում, որովհետև կա եւ են, եւ ես այդ տեսակետից ասում եմ, որ դատական համակարգում բարեփոխումը որպես այդպիսին ինքը տեղի չի ունեցել, որտեղ թեկուզ եթե մեկ դատավոր անգամ կիրառում է ուրեմն ոչ օբյեկտիվորեն է մոտենում եւ կիրառում է կասկածելի հիմքերի առկայության դեպքում խափանմիջոց կալանք, ապա դա անպայման ունի պատժիչ բնույթ։ Հիմա այդ պատժիչ բնույթը քաղաքական է թե չի, երբ որ մենք գործի հանգամանքները
կուսումնասիրենք կամ կունենանք նման հնարավորություն, ապա այն դեպքում վերջնական կարելի է պնդել։ Բայց այստեղ մի կարևոր բան կա։ Վաղաշաբաթի ընտրությունները, որոնք կարելի ասել ազգային ժողովի պարլամենտական ընտրությունների այսպես կոչված այդ տրամաբանության մեջ է տեղավորվում, ցույց է տալիս, որ նախընտրական կրքերը Հայաստանում ցավոք սրտի հասել են մի այնպիսի վիճակի, որ կարող են նման միջադեպերը ավելի շատ անել։ Եվ այս առումով արդարադատության համակարգը, որը քննչական իրավապահ մարմինները գտնում են բավական շատ լուրջ մարտահրավերի առջև։ Նրանք կարողանան օբյեկտիվ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքից, ժողովրդավարական պետության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես գալ, որտեղ այստեղ շատ կարող է ոչ միայն իրավաչափության ու համաչափության հարցը, այլ նաև ժողովրդավարական պետության արժեքները պաշտպանելու հարցը, որտեղ դու չես կարող, ինչպես միշտ նշել եմ, ոչ օրինական մեթոդներով օրինականություն հաստատես։ Պետք է լինի անկասկած խոսույթները, մանիպուլյացիաները, տարբեր տիպի գնահատականները, որոնք նախընտրական ժամանակահատվածում արդեն դառնում են բնորոշ, ուղեկցող վարքագիծ ու մտածելակերպ ու խոսույթ, դրա բացառման կամ դրա ուրեմն հերքման ասեմ կամ դրա դիմագրաման լավագույն միջոցը դա արդարադատության իրականացումն է, անվիճելի արդարադատության իրականացումը։ Եվ այս առումով դատական համակարգը ցավոք սրտի ինքը չի համապատասխանում բաց կառավարման սկզբունքներին, այսինքն հաշվետվողականության, թափանցիկության տեսակետից չունի այդ բանը։ Դա համար մենք ինչ ենք անում, մի կողմը ասում է քաղաքական հետապնդում, մյուս կողմը ասում է խուլիգանություն եւ այլն, եւ այս պարագայում միակ տարբերակը մնում է, որ դատական համակարգի կողմից ընդունվող որոշումները լինեն հիմնավոր։ Նույնը վերաբերում է նաև իհարկե քննչական մարմիններին։ Իհարկե նույնիսկ եմ պետք գնում, քննիչը կարող է, չգիտեմ, գտնի որ հիմնավոր է, բայց դատարանը վերջնաշով պետք է քննության առնի, ինչքանով է քննիչի ներկայացած միջնորդությունը խափանու ինչոց կալանք կիրառելու վերաբերյալ հիմնավոր։ Այստեղ է վերջնաշով էլի պատասխանությունը ընկնում է դատարանի վրա։ Այնպես որ ես գտնում եմ, որ քանի գնա մենք ցավոք սրտի ունենալու ենք նոր իրավիճակներ, լարված իրավիճակներ, իսկ այդ լարված իրավիճակներում այս կամ այն կողմի տեսակետից չպետք է դատարանը նայի, այլ օբյեկտիվ փաստերի գնահատման հիման վրա, որը լինի անվիճելի։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Հաջողություն ձեզ։ Զրուցում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Հոկտեմբերի 31-ին Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների նկատմամբ հարուցված շինծ ու քրեական գործերով քննությունը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում գերիների պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել կապված մեղադրանքների որոշ դրվագների վերանայման կամ առանձնացված առիթով քննության պահանջով, սակայն դատարանը դրանք մերժել է, համարելով անհիմն։ Հաջորդ դատական նիստը այսօր է։ Մեղադրող կողմը հանդես կգա ճառով։ Ադրբեջանը Արցախի քաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ։ Դեռ չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Դեռևս չի ավարտվել Արցախի նախկին պետնախարարի դատավարությունը, բայց այդ նիստերն էլ ընթանում են առանց լրատվամիջոցների, անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների ներկայության։ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կոնֆիդենցիալ հանդիպում էր խնդրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ հայտարարել կարճատև ընդմիջում, ինչից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր իր փաստաբանից հրաժարվելու մասին։ Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը փաստաբանից հրաժարվել է, քանի որ գոհ չէ դատավարության ընդհանուր ընթացքից։ Հայաստանի արտգործնախարար Հարարատ Միրզոյանը վերջերս նշել է, որ առաջիկայում հայ գերիների վերադարձի հարցում լավ նորություններ կլինեն։ Միրզոյանի խոսքով 2 օր առաջ ադրբեջանական կողմի հետ քննարկել են այդ հարցը, արդյունքը եղել է թե ոչ չէր մանրամասնել։ Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունք կտան, դրական կպսակվեն առաջիկայում, հայտարարել էր նախարարը։
Եվ այս պահին զրուցելու եմ Նյունբերգ համալսարանի դասախոս միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, նախ անդրադառնանք Բաքվում ավարտված Արցախի ղեկավարների մյուս գերիների դատաքննություններից։ Մենք այս ամբողջ ընթացքում ձեզ հետ հնարավորություն ունեցել ենք զրուցելու եւ ընդհանրապես այդ շինծու դատական գործերին ենք անդրադարձել, որ իրականության հետ դրանք որևէ աղերս չունեն եւ առհասարակ չկան անկախ լրատվամիջոցներ, մասնագետներ, որոնք ներգրաված կլինեին ու անաչառ կլուսաբանեին։ Հիմա երբ այլևս ավարտին է հասցված այս ամենը, ինչ կարող ենք ակնկալել շինծու դատական գործեր, այսպես հաշվի առնելով հանցագործությունների, այսպես ծանր ընթացքը, նաև կարող ենք ասել, որ ուրեմն վճիռները առաջիկայում շատ մտահոգիչ կլինեն հրապարակվող։ Դժվար է իհարկե կանխատեսումներ անել, թե ինչպիսի վճիռ կլինի եւ ինչպիսի արդյունք կլինի բանի տեսանկյունից, բայց եթե փորձենք անալիզ անել, տեսեք 2023 թվականից անձիկ գտնվում են պատանդության մեջ, այսինքն 2 տարի անցել ամբողջ դատավարության համար։ Եթե մենք նայենք եւ համատենք այսպիսի դատավարությունները այլ տեսակ դատավարություններից, սա բավականին նախ առաջի հերթին շատ ծանր բան է, գործ է, եւ այստեղ կան բազում քանակի դատավարական գործընթացներ, որոնք պետք է տեղ ունենան եւ տեղի չեն ունեցել, որովհետեւ շատ դեպքում պաշտպանական կողմի առարկությունները ընդհանրապես չեն բանալել, ընդունվել դատարանի կողմից։ Սա արդեն նշանակում է, որ դատավարությունը այս կարճ ժամանակահատվածի համար, որտեղ ինքը 2 տարին, այսպիսի մեծ դատավարության համար բավականին հապճեպ է։ Եվ դատավարության ավարտը սահմանել, այսինքն հիմնական դատավարության ավարտը սահմանել ընդամենը 1 տարի անց է, եթե դատավարությունը, եթե չեմ սխալվում, սկսել էին այս տարվա սկզբին եւ արդեն 11 ամիս է անցել, հա, կամ ավելի քիչ 10 ամսվա ընթացքում այս դատավարությունը անել այս թվով մեղադրվողների դեմ, կարծում եմ, որ սա շատ հապճեպ դատավարություն է ընդհանուր առմամբ։ Ինչպիսի արդյունք սա կարող է տալ։ Իմ պատկերացմամբ մենք կարող ենք ունենալ 2 մոտեցում, մեկը այն է, որ իրանք դատապարտելու են ադրբեջանական կողմի, այսինքն իրենց միակ նպատակը իրենց դատապարտելն էր, եւ այստեղ կարելի է հաշվի առնել այս 2 կողմը, կամ իրենք դատապարտելու են եւ իրենց նկատմամբ ծանր պատիժ է սահմանվելու, կամ իրենք դատապարտելու են եւ եթե արտգործնախարարության կողմից այդ ուղերձները թե անձինք միգուցե շուտով կարող ենք լավ լուրեր ունենալ, միգուցե իրենք դատապարտված վերադարձվեն Հայաստան։ Դա միգուցե այո, խնդրեմ։ Պարոն Պետրոսյան, իմիջիայլոց նշվում է, որ նախարարի ասած, արտաքին գործերի նախարարի ասածը ոչ այնքան ռազմաքաղաքական ղեկավարությանն է Արցախի ուրեմն վերաբերում, այլ որքան հենց գերիների մասով, այսինքն եթե նույնիսկ առաջիկայում դրական նորություն լինի, դա չի վերաբերելու ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Դե ուրեմն ավելի վատ, եթե այդպես է, որտեղ իմ պատկերացմամբ գերիների տակ հասկացում են ընդհանուր բոլորը, ովքեր որ ներկայությամբ գտնվում են բանի տակ, Ադրբեջանի դատական համակարգի տակ, ես իրենց միշտ որևիցե տարանջատում չի տեսնի, որտեղ իրենք շարունակում իրանք են ռազմաքաղաքական ներկայացումը նույնպես գերիներ են ներկայությամբ։ Եվ նպատակը որպես այդպեսին ադրբեջանական կողմի այն է, որպեսզի սահմանեն Հայաստանի Հանրապետության մեղավորությունը այս ամբողջ process-ում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում։ Եվ այն խաղաղությունը, որը որպես այդպեսին հիմա մենք գտնվում ենք, դրանով պարզապես իրենք ունենան հերթական քաղաքական ճնշման ինստրումենտը, որ Հայաստանը մեղավոր է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ եւ կարծում եմ սա ուղղված չէ որ այդքան մեղադրյալների դեմ, որքան որ Հայաստանի Հանրապետության դեմ է ուղղված։
Մի հանգամանք կուզենայի հաշվի առնել, դատավարությունը ավարտից հետո բնական է մեղադրյալները կարծում են, որ շարունակեն դատական process-ները, այսինքն կա դեռ վերաքննիչ, կա դեռ վճռապետ որոշ բաներ, ինստանցիաներ, եւ որից հետո մեկ հատ այս դատավարությունները շարունակվելու են եւ նաեւ մի դում ես դրանով որովհետեւ կասկած չունեմ, որ անձինք բողոք չներկայացնեն մի հետ եւ միայն դրանից հետո արդեն բարձ կլինի թե արտադատականության իրավունքը որպես այդպեսին այս դատավարությունների մեջ խախտվել է թե չէ իրավաբանորեն համենայն դեպս իմ պատկերացմամբ այն ինչ որ մենք տեսնում ենք դա ամբողջությամբ շինծու դատավարություն է բայց հարկավոր է որպեսզի այդ անձինք իրենց անհատական պայքարը շարունակեն մի դում եւ սահմանեն Ադրբեջանի պատասխանատվությունը այս դատավարությունների ընթացքում Պարոն Պետրոսյան, տեսեք, հետաքրքիր է օրինակ տեսակետ կա, որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը բավարար ու պատշաճ ուշադրություն չի սևեռում այս գործերի նկատմամբ ավարտից հետո հնարավոր է այս մոտեցման փոփոխություն, թե ոչ, բացի այն, որ այսպես մտահոգություն են հայտնում, ցավ են հայտնում, ցավ են ապրում եւ այլն, կոնկրետ գործողություններ այս առումով չկան, դուք նկատում եք այստեղ թերացում, թե ոչ, միջազգային հարթակի միջազգային հանրությունը թերացած շատ շուտվանից ու ինքը շարունակում է թերանալ, հաշվի առնելով այն բոլոր կոնֆլիկտները, որին մենք ականատես ենք լինում, ու այն շրջադարձը, որ տեղի ունենում ընդհանրապես միջազգային հարաբերություններում, դրանք ցավոք սրտի լավ հույսեր չեն ներշնչում ապագայի վերաբերյալ եւ ընդհանրապես մարդու իրավունքների տեսանկյունից չեմ կարծում որ դատավարությունից հետո եւ մեղադրական դատավճիռ ներկայացնելուց հետո որովհետեւ փոփոխություն այստեղ լինի դրանք միջազգային հանրությունը սա դիտարկում է Ադրբեջանի ներքին հարցը եւ որևիցե պետություն իրավունք չունի մտնելու որպես այդպեսին այլ պետության ներքին գործերի մեջ եւ դրանով ինչ որ դերի ազդեցություն սահմանի այո որ կարող է սահմանեն որ որոշ իրավունքներ ոտնահարվել են դեպի բայց այստեղ հիմնակարային այն է որպեսզի մենք մի էդի դատավճիռ ստանանք որտեղ որ սահմանվի Ադրբեջանի պետական պատասխանատվություն այս դատավարությունն անցկացնելիս ընդհանուր դատավարության վերաբերյալ որևիցե բան դժվարանում եմ ասել որ մի էդ կարողանա այդտեղ սահմանել բայց դատավարական process-ի վերաբերյալ խախտումները ակնհայտորեն ինձ թվում է կարող են արձանագրվել միակ ճանապարհը միջազգային հանրության այս խնդրի մեջ ներքաշելու ես այդ ինստրումենտն տեսնում եւ սա ցավոք սրտի նույնպես բավական երկար process է որը տևելու է հերթական 10 տարի Պարոն Պետրոսյան, եթե ամփոփենք առավել հավանական եք դիտարկում միջազգային հարթակներում վիճարկումը եւ ոչ Հայաստան վերադարձը, թե դուք ավելի հավանական եք համարում Հայաստանում, այսպես Հայաստան վերադարձը ռազմաքաղաքական ղեկավարության, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, եթե ամփոփենք Ոչ Հայաստան վերադարձը, այսինքն գերիների վերադարձը Հայաստան Գերիների, նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության, այո Դե ըստիս պետք է իրանք վերադառնան Հայաստան դա Հայաստանի իշխանությունների գործն է բանակցությունների միջոցով քաղաքական բաներով համաձայնության գալ որ այդ դատավարություններն ավարտվեն եթե մենք նաև այն կետին ենք հասել որտեղ որ պետք է միջազգային արտադրության դատարանից դատավճիռները վերցնենք հա այսպես խաղաղությունը եւ բոլոր այդ բաները գործընթացները դատավարական վերցնում են ապա Ադրբեջանը նույնպես պարտավոր է ի սկզբանե այդ դատավարությունները հետ վերցնել եւ որևիցե գործողություններ չիրականացնել որովհետեւ մենք այսպես ասած խաղաղության մեջ ենք իրար ձեռք ենք սեղմել, ինչպես Տրամփն է դա բարբերաբար նշում։ Այսինքն գերիների վերադարձը որպես այդպեսին պետք է լինի Հայաստան եւ այդտեղ ռազմաքաղաքական ներկայացությունների եւ զինվորականների միջեւ որովհետեւ տարանջատում այստեղ ես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կապ ենք հաստատել Գերմանիա, Նյուրնբերգ, զրուցում էինք Նյուրնբերգ համալսարանի դասախոս միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։